Իրանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական բախումներն ամենօրյա ընթացք են ստացել։ Ամերիկյան կողմը մոտ 10-րդ գիշերն է անդադար հարվածում է Իրանի հարավային շրջաներին, Իրանն էլ պատասխանում արաբական երկրներում տեղակայված ամերիկյան բազաների թիրախավորմամբ։ Հարվածները մեծամասամբ ուղղվում են թիրախների Քուվեյթում, Բահրեյնում և Հորդանանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկյան հարվածները հիմնավորում է ավելի վաղ Հորմուզի նեղուցում ամերիկյան նավերի վրա հարձակումների և հանգստյան օրերին 3 ամերիկացի զինծառայողի մահվան վրեժխնդրությամբ։ Բախումները, որոնք ավելի շատ կառավարվող պատերազմ են հիշեցնում, չեն շրջանցում նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ Միջազգային մեկնաբանները նշում են, որ Իրանը պատասխան հարվածներով նախընտրում է թիրախավորել արաբական երկրներ, այլ ոչ թե ամերիկյան ռազմածովային ուժերը։ Լիբանանցի պաշտոնաթող գեներալ Էլիաս Հանան Իրանի այդ մարտավարությունը հիմնավորում է ամերիկյան շատ ավելի ուժեղ հարվածներ թույլ չտալու տրամաբանությամբ և բերում նաև այն փաստարկը, ըստ որի ամերիկյան ծովային միջոցները պաշտպանված են պաշտպանական բազմաշերտ համակարգերով։ Մյուս կարևոր հարցերից մեկը, որը Իրանի դեմ սկսված պատերազմից ի վեր միջազգային օրակարգում է, արաբական երկրների անվտանգությունն է։ Իրանը իր քայլերը հիմնավորում է ինքնապաշտպանությամբ, նշելով, որ Պարսից ծոցի արաբական երկրները հարթակ են իր դեմ հարձակումների համար։ Սակայն արաբ որոշ փորձագետներ, որոնց երկրները ավելի հաճախ են Իրանի թիրախում հայտնվում, այնքան էլ համաձայն չեն նման տեսակետի հետ։ Քուվեյթի համալսարանի քաղաքագետ Աբդուլլա Ալ-Շայջին այլևս համոզիչ չի համարում արաբական երկրներից ուղղվող հարվածների փաստարկը։ Ալ Ջազիրային նա ասել է, որ ամերիկյան ուժերը իրականում հարվածում են սեփական ավիակիրներից։ Խոսքը Ջորջ Բուշ և Աբրահամ Լինկոլն ավիակիրների մասին է, որոնք իրանական ափերից տեղակայված են ընդամենը 150 կիլոմետր հեռավորության վրա, նշել է նա։ Նրա համոզմամբ Իրանը չի հարվածում ավիակրին, նախ որովհետև չի ցանկանում կրել դրա հետևանքները, և հետո արաբական երկրներին թիրախավորելու միջոցով ցանկանում է բարձրացնել պատերազմի գինը նրանց համար, ինչը կարող է ազդել Թրամփի որոշումների վրա։ Քաթարցի պրոֆեսոր Աբդալլա Ալ-Օթայիբին կարծում է, որ Իրանը խուսափելով լայնամասշտաբ պատերազմից զերծ է մնում ամերիկյան ծովային ուժերին հարվածելու ծրագրից։ Փոխարենը բոլորը համակարծիք են, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրից հետո ռազմական էսկալացիայի առաջացման գլխավոր գծիկը Հորմուզի ճգնաժամն է։ Ըստ քաթարցի պրոֆեսորի, Միացյալ Նահանգները ցանկանում է Հորմուզի նեղուցն Իրանի համար ռազմավարական քարտից դարձնել քաղաքական բեռի, հաշվարկով, որ Իրանը չի կարող այն ամբողջությամբ վերահսկել, իսկ նրա տնտեսությունը կկրի ձգձգվող պատերազմի հետևանքները։ Իրան-ամերիկյան էսկալացիայի, այդ թվում Հորմուզի նեղուցի ճգնաժամի մասին է խոսել Իրանի նախկին արտգործնախարար և փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Foreign Affairs ամսագրում հրապարակած հոդվածում։ Նա նշել է, որ Իրանը Հորմուզի նեղուցը դիտարկում է ազգային անվտանգության բաղադրիչ, հետևաբար կարող է սահմանափակել նեղուցի երթևեկությունը, քանի դեռ պատերազմը շարունակվում է։ Զարիֆը միաժամանակ նկատում է, որ Հորմուզի նեղուցի փակումը չի կարող լինել երկարաժամկետ ռազմավարություն, քանի որ դա կարող է աշխարհին դրդել ստեղծել այլընտրանքային տարանցիկ ուղիներ և թուլացնել Իրանի ազդեցությունը։ Այդ իսկ պատճառով Զարիֆն առաջարկում է Պարսից ծոցի երկրների մասնակցությամբ ստեղծել տարածաշրջանային անվտանգության մեխանիզմ, որը զերծ կլինի արտաքին միջամտությունից։